Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել, թե երբ որ 2025 թվականի դեկտեմբերին եկամտային հարկի համակարգը արդեն պիտի սկսեր Երևանից դուրս գալ, որոշակի անհանգստություն եւ լարվածություն կար եւ նույնիսկ էլի մեզ ուղված կոչեր հետաձգել եւ այլն, ինչպես կարելի է ենթադրել, բայց մենք չգնացինք դրան եւ ճիշտ արեցինք եւ հիմա մեր անշարժ գույքի շուկան շատ ակտիվ է, ինչը երևում է նաեւ վիճակագրությունից, շինարարությունը երկրորդային շուկան է բավականին ակտիվ եւ կադաստրի կոմիտեի ղեկավարը ասաց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի մենք անշարժ գույքի հետ կապված 15000 ավել գործարքներ ունենք, ընդ որում սա վերաբերում է տարբեր գործարքներին, պարոն Թովմասյան, դուք կպարզաբանեք թե ինչին է, որովհետև դա միայն արքը եւ վաճառքը չի, այնտեղ ուրիշ գործողություններ կան, բայց դա վիճակագրական ցուցանիշ է, որը ընդհանուր առմամբ պատկեր է տալիս եւ ծառայությունների ոլորտը շինարարությունը հուլիսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ աճել է 26.5%, իսկ ծառայությունները 17%, Նաև ես ծառայությունն էլ կապ ունի անշարժ գույքի շուկայի հետ եւ շատ ուրախությամբ եմ արձանագրում, որ Երևանում տուն կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է տրենդային, այդ թվում սփյուռքի մեր հայրենակիցների եւ նաեւ այն մարդկանց համար, ովքեր ուղղակի ուզում են ներդրում անել, կան նաեւ այդպիսի մարդիկ, որ մտածում են, որ Հայաստանում տուն ձեռք բերելը լավ ներդրում է, որովհետև տունը ձեռք են բերում, վարձով են տալիս եւ այդ գույքը ունի բարձր լիկվիդայնություն, այսինքն ըստ անհրաժեշտության ավելի հեշտ կարող է դա վաճառվել։ Իհարկե անշարժ գույքի գները շարունակաբար աճում են, այդ թեմաներով էլ ես քաղաքացիներից նամակներ եմ ստանում, նրանցից ովքեր բնակարաններ են վարձում եւ բայց մյուս կողմից նրանք ովքեր ունեն սեփական անշարժ գույք, այս անշարժ գույքի գների աճը նրանց համար լավ նորություն է, որովհետև նրանք ինչպես առիթ ունեցել եմ ասելու եւ քննադատության արժանանալու իրենց տանը նստած ուղակի հարստանում են, որովհետև իրենց տան գները աճում են։ Իսկ մյուս հարցերի հետ կապված սոցիալական եւ այլն մենք քննարկումներ ենք ունենում եւ մեր նախնական եզրակացությունն է նա, որ շուկայի process-ներին միջամտություններ, կոշտ միջամտություններ անել այդքան ճիշտ չի։ Մենք առաջիկայում ընդունելու ենք այսօր առավոտյան պարոն Թորոսյանի հետ քննարկել ենք բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը, մենք իրականացնում ենք Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդիրը, ընդ որում մեր հանձնառությունը 7000 շուրջ 7000 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր, մեր ծրագրում մենք ֆիքսել ենք 10000 թիվ, բայց դա մոտավոր հաշվարկներ են, այսինքն այդ վավերապայմաններին համապատասխանող բոլոր շահառուները, հիմա մենք 10000 ենք մեր հաշվարկը 10000-ն է, որ 10000-ը կդիմի, կարող է դիմի 12000, 11, կապ չունի, ինչքան դիմեն, դա մեր կանխատեսումն է ընդամենը, կարող է պակաս լինի, կարող ավելի լինի, դա մեր հանձնառությունն է։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր պլանն է այդ ծրագրով 800 միլիարդ դրամ ֆինանսավորում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիր իրացնելու համար գումարած մենք իրականացնում ենք սահմանամերձ, այսինքն արդեն հիմա ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոնի ծրագիրը, որը այդտեղ էլ սոցիալական կոմպոնենտը ուժեղացնում ենք մենք, նաև սոցիալ կրթական կոմպոնենտ, այնպես որ մենք բնակարանային ծրագրեր անում ենք, առաջիկայում մենք կընդունենք ուսուցչի կարգավիճակի մասին օրենքը, որտեղ բնակարանային ապահովման որոշակի ծրագրեր կիրականացնենք, Պաշտպանության նախարարությունում մենք բնակարանային ապահովման ծրագրեր ենք իրականացնում, այս տարի առաջին անգամ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները ստացան բնակարանի ձեռքբերման հավաստագիր, այսինքն իրենք ծառայությունը ստանձնելու պահին արդեն կարող են բնակարան ձեռք բերել, ինչքան արժեքը պարոն Պապիկ։ Վարչապետ, ներկա շուկայական գներով արժեքը կազմել է շուրջ 42 միլիոն դրամ։
Մի բնակարան։ Մի բնակարանը։ Դա նորմալ իրատեսական թիվ է եւ մարդիկ հանրապետության տարածքում կարող են ձեռք բերել եւ նաեւ կարող են ինչ որ գումարել նորոգման եւ այլն ծախսերի համար 5 միլիոնի շրջանակում օգտագործել։ Ես նկատի ունեմ, մենք բնակարանային մի շարք ուղղություններով ծրագրեր իրականացնում ենք եւ դեռ արժևում էլ լինելու են նոր ծրագրեր եւ մեր խնդիրն է թիրախային հասցեական այդ աջակցությունը ցուցաբերել է մնացած մասով արդեն շուկան ինքը պետքա կարգավորի եւ ընդհակառակը մենք վերլուծում ենք որ այդ process-ը նաեւ կարող է մարզերում որոշակի ակտիվություն առաջացնել եւ նաեւ պետք է process-ները ուղղորդենք վերադառնալով տնտեսության ընթացիկ վիճակին եւ վիճակագրության կոմիտեի հրապարակած թվերին պիտի արձանագրեմ որ ներողություն հուլիսի մասին մի մաս ասցի արդյունաբերության ոլորտում աճը 3.1% է առևտուրն է մի փոքր նվազի 99.9% եւ ծառայությունների ոլորտում 117% ու արտահանման ոլորտում մենք խնդիրներ որոշակի ունենք բայց տեղի ունենում ադապտացիա եւ դիվերսիֆիկացիա մենք համոզված ենք որ այդ խնդիրը հնդածս կլուծի բայց այս թվերը կարեւոր են արձանագրելու համար որ այնուամենայնիվ մեր տնտեսությունը հենց ադապտացիայի շատ մեծ կարողություններ է ցույց տալիս եւ նաեւ տարբեր երկրներից մեծ մարդկային հոսք կա դեպի Հայաստանի Հանրապետություն։ Իհարկե բարձր հարգելի գործընկերներ, որ այդ մեծ մարդկային հոսքը ապահովում է նաեւ միջազգային իրադրությունը, կոնյունկտուրան, բայց առաջին անգամ չի, որ միջազգային կոնյունկտուրան տարբեր հոսքեր է գեներացնում, բայց սովորաբար այդ հոսքերը շրջանցել են Հայաստանի Հանրապետությունը, այս անգամ լուրն է, որ Հայաստանի Հանրապետությունը այդ հոսքերի հիմնական ուղղություններից մեկն է եւ դա մեզ ուրախացնում է, որովհետեւ նախ մեր շատ հայրենակիցներ վերադառնում են Հայաստան եւ ներքին գործերի նախարարությունը այս տարի հրապարակեց կիսամյակի թվերը եւ էս էլ է առաջին անգամ աննախադեպ, որովհետեւ ճիշտ է 2025 թվականի տարվա արդյունքներով Հայաստան եկած քաղաքացիների թիվը 8860-ով արդեն իսկ գերազանցում էր, բայց 2025 թվականի էս էլ է հետաքրքիր առաջին կիսամյակը շարունակում էր մնալ արտագաղթային եւ մի այդ երկրորդ կիսամյակի արդյունքներով մենք ունեցանք ներգաղթային վիճակ, այս տարի արդեն առաջին կիսամյակը ներգաղթային է եւ ինչը մեզ վստահություն է տալիս, որ տարվա արդյունքներով արտագաղթային միտումները կլինեն ավելի նախ կլինեն արտագաղթային միտումներ, ներգաղթային միտումներ, հիմա ես չասեմ ավելին կլինեն թե չէ, բայց որ կլինեն այդ հաստատա, իսկ կիսամյակի թիվը կարող է հիշեք Տիկին Սարգսյան։ Պլյուս 1300 մոտ պարոն վարչապետ։ Շատ լավ։ Իսկ 6 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը հետևյալն է, ընդհանուր տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.7%, արդյունաբերության տացի աճը 9.5%, շինարարությունը 25%, առևտուրը 0.8% եւ ծառայությունները 13% եւ կարծում եմ, որ սա լավ մեկնարկ է, եթե այտենց բաժանարարը համարենք հունիս ամիսը, որ ընտրություններ են տեղի ունեցել, ընտրություններից հետո մենք բավականին լավ տեմպով սկսում ենք եւ շարունակում ենք մեր աշխատանքը։ Եվ ծրագիրն էլ ազգային ժողովում ընդունվեց, հարգելի գործընկերներ, մեր խնդիրը հիմա հետեւյալն է, մենք ճիշտ է 3 ամիս ունենք օրենսդրությամբ, բայց մենք խոսել ենք, որ ավելի շուտ միջոցառումների ծրագիր ունենանք, բայց ինչ առանձնահատկություն ես կուզենայի ընդգծել, մենք պետք է միջոցառումների ծրագիր ձևակերպենք այնպես, որ նա իրականում լինի մեր ամենօրյա աշխատանքի պլանը, ամենօրյա։ Այսինքն ինքը այդպես մինիմում նարատիվային բովանդակություն, մաքսիմում կոնկրետ բովանդակություն, որի վրա մենք ամենօրյա աշխատում ենք եւ ի վերջո մեր նախանշած ռազմավարական կառավարման մեթոդը հենց այդպես է, երբ որ ըստ էության ամբողջ ճանապարհային քարտեզը նկարագրված է, թե մենք ինչ ենք անելու։ Իհարկե հնդածս միշտ էլ լինում են դինամիկ փոփոխություններ, որոնց պետք է արձագանքել, բայց ընդհանուր առմամբ երևի տրամադրվենք այսպես։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար